Օմբուդսմենի գրասենյակը հրապարակել է 2015 թվականի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը։ Դեռ նախկին օմբուդսմեն այս տարվա հունվարին հրաժարական տված Կարեն Անդրեասյանի օրոք արձանագրված խախտումները տեղ են գտել արդեն նոր օմբուդսմենի Արման Թաթոյանի գրասենյակի հրապարակած ավելի քան 400 էջանոց զեկույցում։ Զեկույցը ցույց է տալի, թե ինչքան վատ է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։ Աղաղակող խախտումներ են արձանագրվել հատկապես իրավապահ համակարգում։ Հատուկ քննչական ծառայությունն օրինակ պաշտոնատար անձանց իրականացրած խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի ոչ բոլոր դեպքերով է կատարել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, արձանագրում է օմբուդսմենը։ Իրավապաշտպան Ալեքսանյանի կարծիքով գնահատականն անգամ ավելի խիստ կարող էր լինել։ Պարզապես ինձ հայտնի չէ, թե ինչ որ մի դեպքով բռնության, բազմակողմանի քննություն օբյեկտիվ կատարվել է, թե չէ, քանի որ նշվում է որոշ դեպքերում։ Անդրադարձ կա մարտի 1-ի արյունալի դեպքերին։ Զեկույցը փաստում է, անցած տարի 10 սպանությունների բացահայտման ուղղությամբ էական քայլեր չեն իրականացվել։ Զինծառայողների մահվան որոշ դեպքեր խախտումներով են քննվել։ Մեկ այլ գլխում կարդում ենք, գրանցվել են դեպքեր, երբ քննչական կոմիտեի քննիչները խոշտանգել եւ բռնություն են գործադրել քաղաքացիների հանդեպ։ Շատ հետաքրքիր է, թե պատասխանատվություն կրել են արդյոք թե չէ այդ քննիչները խոշտանգումների համար, եւ եթե դատելու լինենք հատուկ քննչական ծառայությանը անդրադարձին, պետք է հասկանանք, որ պատասխանատվության չեն ենթարկվել։ Օմբուդսմենի զեկույցում ամենածավալուն բաժինը սակայն ոստիկանության թույլ տված խախտումների մասին է։ Անցյալ տարի որոշ դեպքերում սահմանափակվել է խաղաղ հավաքների իրավունքը, հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, ոչ իրավաչափորեն ցրվել է հավաք։ Զեկույցն անդրադարձել է նախագահական նստավայրի առջև հավաք անցկացնելու արգելքին, նաև Էլեկտրիկ Երևանի բողոքի ակցիաներին, նկատելով, որ հունիսի 23-ին բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների եւ լրագրողների հանդեպ։ Լավ կլինի, որ այս զեկույցը ոստիկանությունը սեղանի գիրք դարձնի եւ ընթերցեն որոշ իրավունքների տեղականալու առումով։ Այն, ինչ իրենք խախտում են, այս զեկույցը փաստում է, որ չպիտի խախտեն։ Օմբուդսմենի 2015 թվականի զեկույցում սակայն որևէ անդրադարձ չկա դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը արձանագրված խախտումներին։ Պաշտպանի գրասենյակից հաղորդեցին, որ դեռ հայտնի չէ, կհրապարակեն հանրաքվեի խախտումների մասին առանձին զեկույց, թե ոչ։ Չի կարելի համարել, թե 2015-ի զեկույցն իրապես արտացոլում է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, պնդում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Թե քաղաքական հայացքների համար բանտախցում հայտնվեցին մարդիկ, թե իհարկե ամենակարևորը դա նաև դեկտեմբերի հանրաքվեն էր, որը վերից վար կարելի ասել կեղծվել է եւ դրա մասին փաստորեն անդրադարձ չկա։ Իսկ սրանք շատ երկու կարևոր զանգվածային մարդու իրավունքների խախտումներ էին։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը եւս լուրջ բաց թողում է համարում, որ օմբուդսմենը կարծիք չի հայտնել անցած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության դեկտեմբերի քվեարկության մասին, հատկապես որ այս օրերին քննարկվում է ընտրական օրենսգրքի նախագիծը։ Պատկերացնում եք, եթե լիներ նաև հանրաքվեի մասով անդրադարձ, ինչ արձագանք սա կարող է լինել եւ ինչքան իհարկե արդյունավետ կլիներ ընտրական իրավունքի օրինականացման առումով, բայց ոչ արդյունավետ հանրապետական կուսակցության եւ իշխանությունների համար։